Պարոն Փաշինյան, մարտի 23-ին ձեր հայկական կողմի նախաձեռնությամբ եղավ հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի նախագահի։ Դրանից հետո եղան տարբեր վարկածներ զրույցի բովանդակության հետ կապված եւ կարծիքներ կար, որ դուք խնդրել եք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում մինչեւ ընտրությունները, ասում էին նաեւ, որ դուք բարձրաձայնել եք Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան շտաբ այլ երրորդ կողմին փոխանցելու հարցը, եթե այո, խնդրում եմ ասեք ինչպիսին է եղել արձագանքը։ Նաև հիշեցնեմ, որ երեկ ազգային ժողովում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ասաց, որ քննարկվում է կոնցեսիան ղազախական ինչ-որ ընկերության փոխանցելու հարցը։ Հիմա պարոն Փաշինյան, իրոք քննարկվում է այդ տարբերակը, եթե ղազախականը չէ, ապա այլ ինչ երկրների տարբերակ է քննարկվում եւ հայկական կողմի համար կա ինչ-որ դեդլայն այդ հարցում, հա, որոշում կա, որ պետք է մինչեւ ինչ-որ ժամկետը դա արվի։ Եվ հանդիպման մասով, այ եթե խնդրել եք հանդիպում պարոն Պուտինի հետ, ապա ինչի է հենց ասում, որ միջև ընտրություններն եք խնդրել այդ հանդիպումը, ինչ դեր ունի դա ձեր համար։ Գիտեք ինչ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ես ինձ հաշիվ եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետ լինելով, թե ինչ պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պետություն է Միացյալ Նահանգները, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ պետություն է Գերմանիան, ինչ է Եվրոպական միությունը։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում եւ ոչ թե հակառակը։ Եվ դա նորմալ է։ Էդ էլ կա, չէ՞, բանը կներեք բանի նախկին էլիտայի հազար ներողություն, այդ բառը երևի լավ չի օգտագործել, բայց այդ վիպենդրյոշը, չէ, որ իրանք տենց ինչ որ, հա, ես խնդրում եմ բոլորին էլ հանդիպել, որովհետև ես բոլորին որ խնդրում եմ, ու դա ինձ համար բացարձակապես ոչ ամոթ է, ոչ էլ նվաստացուցիչ է, որովհետև ընդ որում ես ինչքան հանդիպումներ եղել է, հիմնականում հանդիպումները 90, ես չեմ հիշում, որ այլ նախաձեռնությամբ լինի, մի քիչ էլ բան կա, երկրների քաշային կարգի, այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է ինձնից հանդիպում խնդրի։ Հրզա ես պետք է խնդրեմ հանդիպում, բա ով պետք է խնդրի։ Կամ Ֆրանսիայի նախագահը պետք է ինձնից հանդիպում խնդրի, ինչքան էլ մենք շատ ջերմ անձնական այդ եւ Ռուսաստանի նախագահը եւ ես պետք է խնդրեմ հանդիպում։ Որովհետեւ դա հակառակ կերպ մտածել նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Եվ ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ոչ ժամկետ չկա, բայց նենց էլ չի, որ անժամկետ է։ Մենք հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ։ Դեպ չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսս համարել ընդունելի է։ Դե գիտեք, հիմա որ ասեմ քննարկումը այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Նկատի ունեմ քննարկում մի քիչ այլ ռեժիմ է, բայց տենց գաղափարներ կան թևածող։ Առաջնահերթություն չկա, որովհետև այդ հարցը դեռ չի քննարկվում ըստ էության։ Տենց ասում եմ, թևածող գաղափարներ կան կամ չթևածող քայլող։